Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է դեկտեմբերի 28-ի համար։ Օրը գիրակի է եւ տեսնենք թե մեզ բոլորիս ինչ է սպասվում, իհարկե բոլոր տարվա ծնված նշաններին։ Եվս մեկ անգամ էլ եմ շեշտում եւ ամեն անգամ կշեշտեմ, որովհետեւ միգուցե նոր մարդիկ կան, այս ալիքում միայն լինում է տարվա ծնված նշանների համար, այստեղ ամսվա նշանները չկան։ Եթե ցուլ եք լսում, եթե մեկ այլ բան եք լսում, դա վերաբերվում է միմիայն տարվա ծնվածներին։ Երբ որ դուք ծնվել եք այս կամ այն տարում, այն հիմա օրինակ 2026-ը դա ձիու տարի է, եւ դուք եւս ծնվել եք որևիցե մի տարում։ Սա չինական հորոսկոպ է նշանակում, մեր սովորական ամսվա ծնված կենդանակերպի նշանները չեն սրանք։ Մեր տարվա ծնվածներն են։ Սա ոնց որ ավելի շատ է կենտրոնացնում մարդուն հենց իր տարվա ծնված նշանին եւ թե ինչ է իրեն սպասվում։ Միգուցե նաեւ պետք է 3-ն էլ նայեք, օրինակ, 3-ը չէ անգամ 4-ը։ Եթե գիտեք ձեր լուսնայինը, եթե գիտեք ձեր դա արևային բնականաբար գիտեք եւ ասցենդենտը, լավ կլինի, որ 3-ն էլ նայեք, պլյուս սա էլ հետը։ Դե ինչ որ մի բան հաստատ կամ նույնը կլինի, շատ դեպքերում ինձ մոտ օրինակ այդպես է, նույնն է լինում եւ կարելի արդեն այդտեղից հասկանալ, որ նման բան է տեղի ունենալու քեզ հետ։ Կամ որևիցե զգուշացում է, որ սա կարող է տեղի ունենալ քեզ հետ։ Այսքանը տեղեկատվության համար եւ նայենք արդեն կանխատեսումը, կնայենք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին դեկտեմբերի 28-ին։ Այդ օրը շատ շփում կունենաք տարբեր մարդկանց հետ։ Միգուցե բամբասանք է, միգուցե նաև լեզվակռիվ է, պետք է ուշադիր լինեք լեզվակռիվի համար, որտեղ այստեղ նաև ուժային կառույցի ներկայացուցիչ քո կողը իր հետ եք վիճում։ Տեսնենք ով է այս աղջիկը, ընկեր է, ում հետ որ կարող եք հանդիպել, կարող եք նաև զրուցել, խոսել։ Եվ այդ օր ինչ-որ մեկը կարող է ձեզ աջակցել, օգնության ձեռք մեկնել, նաև դա կարող է լինել պետական աշխատող, օրինակ պետավտոտեսուչ, ում հետ կարող եք հանդիպել եւ նաև լեզվակռիվի մեջ մտնել այդ օրը։ Միգուցե ձեր ընկերոջ հետ եք, ընկերուհու հետ եք։ Նաև ուժ է սա, որ կկարողանաք որոշ հարցեր անել ավարտել, հա, ոնց որ մարդը հավելյալ ուժ ունի, ինչ-որ բաներ կանի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Տարվա ծնվածով նաև կոչվում է ես, կոչվում է գոմեշ։ Նոր սերը միգուցե կամ սեր է իշխում տանը այդ օրը։ Ինչ է սպասվում ցուլերին դեկտեմբերի 28-ին։ Հանդիպում շփում որևիցե կնոջ հետ, այստեղ կին տղամարդ, ֆիգուրներ են, տեսնենք ով է այս կինում, հետ որ կարող եք հանդիպել այդ օրը, հաջողություն է բերելու ձեզ այդ կինը, նոր դռներ է բացում ձեր առջև, կամ այդ կնոջ մոտ է ինչ որ հաջողություն լինում եւ ով է տեսնենք այս տղամարդը, ուժային կառույցի կամ ներկայացուցիչ կամ ուժեղ կամ այդպես արտաքինը, հա, այդպես ուժեղ տղամարդ կամ նաև ինչ-որ մեկն է, ում վրա կարելի է հենվել, կամ նոր ծանոթություն է ձեզ համար, կամ ուժային աշխատող է, ում հետ կարող եք հանդիպել այդ օրը։ Եվ սա մեկակնթարթ հաջողություն է ձեզ համար, ինչ-որ մի բան կանեք, դա հաջողություն կունենաք, հա, այդ պահին հաջողությամբ այն կանեք, ում կավարտեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին դեկտեմբերի 28-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ։ Տեսնենք ով է։ Միգուցե իր առիթն է, միգուցե հասարակական գործիչ է, միգուցե իրեն հանդիպում եք ոչե հասարակական վայրում, ինչ-որ մի տեղ, որտեղ շատ մարդիկ կան, միամիտ կարող եք հանդիպել։ Այդ օրը բավականին ոգևորված կլինեք եւ շատ գործեր կանեք, կավարտեք, նաեւ հյուր կգնաք, հյուր կընդունեք, նորություններ կլսեք, ինչ-որ բաներ կպատվիրեք, ձեզ կբերեն տուն կամ ձեզ մոտ։ Նաեւ դա մեկակնթարթ ծանոթություն է, հա, կարող է կամ ձեզ հետ են փորձում ծանոթանալ կամ դուք եք փորձում ինչ-որ մեկի հետ ծանոթանալ։ Եվ իհարկե այստեղ փոփոխություն է մտնում ձեր կյանք,
Դա կարող է լինել հղիություն, ծննդաբերություն, տեղափոխություն մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, ինչ որ բան է, որը փոփոխություն է մտցնում ձեր կյանքի հիմնովին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին, նաև ճագար է կոչվում, նաև կատու է կոչվում, ովքեր որ չգիտեն։ Ինչ է սպասվում նապաստակներին դեկտեմբերի 28-ին։ Հաջողություն, սա մեկ ակնթարթ հաջողություն է, սա արեցիք, ոնց որ հաջողությամբ կանեք կավարտեք։ Նաև այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, գուցե դա է, հա, ոնց որ հաջողություն է լինում։ Եվ հերվից, ինչ որ մեկի մասին կարող տեղեկատվություն լսել, եթե հերվում բարեկամ ունեք։ Նաև սա աստղի նման փայլել է, նաև սա դուք ինքնայդ կարող ինչ որ գնալ օտարերկիր կամ դիմել, վիզայի հետ կապված լինի։ Եվ այդ օրը կամ գումար եք ստանալու, կամ գումար կծախսեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին դեկտեմբերի 28-ին։ Փոփոխություն է մտնելու ձեր կյանք այդ օրը։ Ոմանց մոտ հղիություն է, ծննդաբերություն է, ոմանց մոտ տեղափոխություն մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, կամ նաև ինչ-որ մեծ գլոբալ փոփոխություն ձեր կյանքում։ Մի փոքր այդ փոփոխությունները դժվարությամբ կարող են լինել, կամ ճակատագրական են ձեզ համար լինելու այդ փոփոխությունները, նաև այդ փոփոխության ժամանակ ինչ-որ մի բան կարող է ձեր բաց թողնել, ինչ-որ մի բան պետք է գնա, նորին տեղ բացելու համար, հա, փոփոխությունները ձեզ համար ոնց որ հեշտ չեն լինելու։ Փոփոխության ընթացքում դժվարություններ կամ կլինեն, կամ ոչե ճակատագրական կարելի ասել նաև կորուստներ։ Դա կարող է լինել օրինակ կապված ոնց որ հայրենիքդ ես թողում գնում ես, տունդ ես թողնում գնում ես, ոչ թե վաճառում ես, այլ թողնում ես ու գնում, ինչ որ մի բանի պատճառով։ Դա սա նաև հղիություն է, ծննդաբերություն, ովքեր հղի են, եւս պետք է շատ ուշադիր լինեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օձերին։ Ինչ է սպասվում օձերին դեկտեմբերի 28-ին։ Ոմանք այդ օրը առիթի են, ոմանք կարող են գնալ ոչ հասարակական վայր, կարող է ձեր ընկերներով եք հավաքվում կամ ինչ-որ մի մասնագետներով եք հավաքվում այդ օրը, լավ շրջապատում կլինեք։ Թեկուզ եթե առիթ է եւս էլի այնտեղ կարող են կամ բարձրաստիճան մարդիկ լինել կամ ձեզ համար շատ լավ շրջապատ։ Նոր կյանքի իմաստ կգտնեք, ավելի հասուն կմտածեք, ավելի կզգաք, որ արդեն ձեր տարիք կզգաք, ոնց որ ասում են։ Եվ այդ օրը շատ շփում կունենաք տարբեր մարդկանց հետ, եթե նման ինչ-որ տեղ եք գնալու, բնական է շփում կլինի եւ դա նաեւ բամբասանք է եւ լեզվակռիվ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին դեկտեմբերի 28-ին։ Ինչ բան է գնալու ձեզանից, կիսեցի դա մնաց, ճակատագրական որևիցե մի բան է, որը կգնա ձեզանից, նորին տեղ բացելու համար, հա, եւ նոր որևիցե ճակատագրական պահեր են գալիս ձեզ մոտ։ Մի փոքր գնալուց կարող է դժվարություններ լինեն ձեզ համար։ Կարող է դուք չեք ընդունում, որ ինչ-որ մի բան է գնում ձեզանից, հա, որովհետեւ մարդիկ կարճում են ինչ-որ մի երևույթից, ինչ-որ մեկից եւ գնալը ցավոտ է լինում, դա ընդհանրապես մարդու բնույթն է այդպեսին, բայց դե յուրաքանչյուր բան, որը գնում է եւ անսպասելի է գնում, բնական է ցավ է տալիս, բայց սա նորին տեղ է բացում ուղղակի։ Եվ այդ օրը հանդիպում շփում կունենաք որևիցե կնոջ հետ, տեսնենք ով է։ Այդ կնոջ մոտ է փոփոխություն կարող է մտնում կամ ձեր ինքն է ձեր կյանքը փոփոխություն մտցնում իր արարքով, իր ասելով։ Նաև հղիություն է, ծննդաբերություն է սա, գուցե ձեր երեխան է գնում է օրինակ մեկ այլ տուն, մեկ այլ երկիր, փոխում է այդպեսով իր կյանքը կամ ինքն է ձեզ օգնում, որպեսզի դուք փոխեք ձեր կյանքը։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին, ոչխարներին։ Ինչ է սպասվում այծերին, ոչխարներին դեկտեմբերի 28-ին։ Բավականին ուժ կունենաք այդ օրը հաղթահարելու, այստեղ խոչընդոտներ կան, որպեսզի հաղթահարեք այդ խոչընդոտները։ Նաև դա կարող է լինել ուժային կառույցի աշխատող, ով որ ձեզ համար կարող է խոչընդոտ է ստեղծում եւ այստեղ գումար կարող է գանձել։ Դրա համար ճիշտ անցեք անցումը եւ մեքենա վարելուց եւս պետք է ուշադիր լինել։ Կարող է ուժային աշխատող է, բայց պետավտոտեսուս չէ, կարող ուղղակի հանդիպում եք իր հետ, ինչ որ գործեր եք անում, ամեն դեպս գիրակի է, մի փոքր այդտեղ արդեն դժվար իրենք աշխատեն։ Տեսնենք ինչ խոչընդոտներ են այստեղ ձեզ մոտ։ Կամ այդ կինն է, հա, ինչ որ կին է ստեղծում խոչընդոտներ կամ ոչ է կնոջ մոտ է խոչընդոտներ։ Եվ այդ օրը գումար կամ կստանաք կամ գումար կծախսեք կամ նաև այդ է, հա, գումարի մասին այստեղ խոսակցություն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին դեկտեմբերի 28-ին։ Փոքր ծանր օր է, դժվար օր է, գործեր եք անելու, դժվար։ Ճակատագրական օր է նաև, ոչ մի բան է կայունանում, հա, այդ դա այս պահին ինքը որպես ճակատագրով ձեզ համար լավ բան է տալիս, հա, կայունացնում է որովհետեւ ոլորտ։ Համենայն դեպս սա նաև կարող է լինել ուղղակի բեռը ձեր ուսերին է, դուք պետք է ամեն ինչ անեք։ Այսպես թե այնպես ամանորի բեռը միշտ է կնոջ վրա է, եթե կին են հայում, եւ դուք պետք է անեք ամեն ինչը։ Քանի շաբաթ կիրակի ինձ թվում է բոլոր կանայք կանեն շատ բաներ։ Եվ ընտրության առջև եք կանգնելու այդ օրը, կամ շատ կարևոր լուրջ ընտրություն է ձեզ համար, որ կարող ճակատագրական է, եւ նաեւ այստեղ ընտրություն է կարող ուղղակի հագուստի կամ ինչ որ թե որ ուտելիքը առաջինը սարքեք, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին դեկտեմբերի 28-ին։ Շատ զրույց, շատ խոսակցություններ, հնարավոր է նաև մի փոքր էլ անհանգստություն է սա, բամբասանք, լեզվակռիվ, նաև այդ օրը փոփոխություն կա, փոփոխություն կմտնի ձեր կյանք, գլոբալ փոփոխություն է սա, ոմանց մոտ տեղափոխություն է, երկրից երկիր, ոմանց մոտ նաև հղիություն է, ծննդաբերություն է, մեկ այլ տուն կարող եք տեղափոխվել կամ պարտադիր չի, այդ տունը լինի կամ հղիությունը, մարդու կյանքում փոփոխություն է տեղի ունենում։ Եվ հանդիպում այդ օրը կունենաք կամ շփում ձեր ընկերոջ հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շների։ Ինչ է սպասվում շներին դեկտեմբերի 28-ին։ Այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ոչ տղայի հետ, տեսնենք ով է, այս տղան ինչ է ուզում։ Կամ իմաստուն մարդ է, խորհուրդ կհարցնեք իրենից այդ օրը, կամ օց է, վատ մարդ է, չար մարդ է, նախանձ մարդ է։ Այդ օրը նաև բավականին ոգևորված կլինեք, հյուրեր կարող եք ընդունել, դուք գնաք հյուր, տեղեկատվություն կստանաք, նաև դա մեկ ակնթարթ որ դրսում փորձեն ձեզ հետ ծանոթանալ կամ դուք փորձեք ծանոթանալ, ինչ-որ բաներ կպատվիրեք, կբերեն ձեր տուն եւ նաեւ ճանապարհ կարող եք գնալ։ Եվ որևիցե մի ոլորտ կայունանում է ձեզ մոտ, այն ոլորտը, որը անկայուն էր, կամ մտածում եք այդ ոլորտի մասին, դժվարություններ կար, հա, այդ ոլորտը ձեզ մոտ կայունանալու է։ Կկարգավորվի ամեն ինչ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին դեկտեմբերի 28-ին։ Այդ օրը տան հետ կապված ոչ հարցեր են, որ կարող եք անել, լուծել, տուն մաքրել, տուն դասավորել, հյուրեր ընդունել, հյուրեր ճանապարհել,
Այն գուցե նաև ամանորին եք պատրաստվում կամ ուբորկա եք անում, տեղափոխություն նաև մեկ այլ տուն, և որոշ խոչընդոտներ կան, տեսնենք ինչ խոչընդոտներ են, գլուծեք, այդ խոչընդոտները ինչ-որ եսի մինչև չեն, հա, փոքր-մոքր եի բաներ են, որ գլուծեք արագ կվերջացնեք, և այդ օրը նաև հանդիպում ունեք ձեր ընկերոջ հետ կամ ընկերուհու հետ, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։